Սասնա ծռեր, Բ հատոր, մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Ժ.Թ. պատում, Սանասար և Բաղդասար, պատմեց Վանեցի Դավիթ Գալստյանը, գրի առավ 1915 թվականին Երվանդ Լալայանը։ Ժամանակով կլնի մեկ Խայու թագավոր, մեկ Կռապաշտի թագավոր։ Էդ Կռապաշտի թագավոր Հայու թագավորուց տուրք կառնի, նրանից զորեղի։ Միշտ կչարչրի, ժողովրդին կտանջի, խարճ կժողվի։ Օրըմ կերթան էդ թագավորին կսեն, թե Խայու թագավորին մեկ խորոտիկ աղջիկ ըմկյա։ Թագավորն էլ կասի գնացեք ասեք, թե որ աղջիկ կուտա, ես էլ խարճ չեմ ուզե։ Կուկան Խայու թագավորին կասեն։ Թագավոր կասի, իմ աղջկան խարծուցեմ տեսնամ, կառնի թե չի առնի։ Կերթ աղջկան կխարծուցի, աղջիկ կասի, թե ամբողջ ժողովուրդ չարչրվելուց ես կչարչրվեմ, կառնեմ։ Համա իմ վարժուհին իմ խետ գա։ 2 տարի էլ թագավոր իմ խետ զարդան չմտնի։ Կուկան Կռապաշտի թագավորին կասեն թագավոր կընդունի։ 10 օր կմնա կուկան աղջկան ուր վարժուհին կտանեն։ Կտանեն տնեն մեհոդի մեջ։ Մեկ օր թագավոր կասի ջանım, ես ենքան պարակ առնի են տեղից, մկամ եք նամ տեսնամ, խորոտի թե գեշ։ Կգա կնստի հոդեն ընտեղ կահվա կպիրեն, կահվան կխմի, մեր 2-3 սաատ կմնա վարժուին աղջկան կսովրցի կասի էլի գնա, ինչի ես նստե, հետատեղ թագավոր կասի ջանım, ես խո գեշ մտքով չեմ եկի եստեղ, կասի զիխավնար, կասի խավնա, կասի որ դու զիխավնար, դուն էլ զի խրաման արա, ես էլ քու խազ բաղչան էր թամ ֆռրամ, կասա հրամանա գնա ֆռրա։ 1-2 օրից հրաման արած էդ աղջիկ գնաց վարժուհու հետ ֆռռալու։ Գնացին հաուզի գլոխ։ Վարժուհին կայնավ հաուզի գլոխ, աղջիկ իշկած բաղի գլոխ տեսավ, որ մեկ կապոտ պանկ երևի։ Գնաց պատից շրջբավ, գնաց տեսավ, որ ջուր էր։ Դրանց երկիր ծով չկեր, չեր գիտե ծով ինչ է։ Գնաց մեկ կտոր խմավ, տեսավ շոր էր։ Մեկ քիչ էլ գնաց այնտեղ տեսավ, որ մեկ քարկ էր, քարի ջուր կուտեր դուս։ Էնչերից կուշտ խմավ, ի թող եկավ։ Մնաց էդ տեղից եկան տուն։ Անցավ 3-4 ամիս, սկսավ դրա փորն ուռել։ Տեսավ, որ տղով էր։ Թագավոր լսավ, ասաց ջալադներած գնացեք վիզ զարգեք։ Ջալադն եկավ, որ վիզ զարներ, վարժուհին աղջկան սովրցուց ասաց 2 մարդ մի անգամից չեն սպանե։ Կեցիկ թող տղան ելնի, կուզեք տղեն սպանեք, կուզեք մերն սպանեք։ Գնացին թագավորին ասին, ասեց աղեք, երբ որ տղեն կլնի, 2-ն էլ մեկ տեղը սպանեք։ Որ տղեն ելավ, ջուղ ջամուկին, 2-ն էլ լաչին։ Եկավ ջալադ որ վիզ զաներ, ասաց ջանım, 3 մարդ մի անգամից չեն սպանի, սպասեցեք տղեներ թող ճոճնան, կուզեք տղեներ սպանեք, կուզեք զիս սպանեք։ Թագավոր 10 տարի տվեց։ Տղեներ yavaş ճոճացան, 4-5 տարեկան էլան, ասու խրամանքով կարծես քի 15 տարեկան են, էնպես ճոճացան։ Մեկ օր 2 աղբեր գնացին խասպաղչեն ֆռալու։ Ֆռացին գնացին տեսան, որ իգու գլոխ կապոտ պան մերևած, պաչ շրջվան էներես գնացին տեսան, որ ջուր էր։ Էնտեղ խման տեսան շոր էր։ Գնացին մեկը տորմել էնտեղ, քարի ջուր գիտեր դուս, խման տեսան քաղցր ջուր էր։ Մեկ կուշտ խմավ, մեկ էլ քիչ։ Եկան էստեղ տեսան զատմանց մեծյավոր կբորեր, բորած ասաց, Սանասար, Բաղդասար, եկեք ձեզի բան ասեմ։ Էնտեղ են գնացին, շատ գնացին, քիչ գնացին, Սանասար նեղացավ, նստավ չկարծավ երտեր, Բաղդասար գնաց ձիավորին խասավ, ձիավորն ասաց, Բաղդասար, եկար քու մուրադ նարիր, իսկ Սանասար չեկավ, քեֆնա։
Ար էսա թուր, էսա խաչ, էսա ձին առեք տարեք ժամանակ կուկա, ձեզ լազմ կլնի։ Իտոն ծերգիր խաչ չկեր, թուր չկեր, չգիտին ինչ զադեր։ Էդ թուրն ինան խաչ խորեցին ավզի մեջ, ձին առեցին տարան։ Շատ գնացին, քիչ գնացին, մեկ քաղաք խասան։ Գնացին թագավորու քաղաք, գնացին էլան թագավորու սեիզ ծիպախող։ Սեիզ իշկաց տեսա, որ էտոն ծին շատ խորոտ էր, էլավ են տեղեն ասած սան ասար, էլի ծիանք թիմար անենք։ Էլան ծիանք թիմար արեցին, Բաղդասար կաշաղուն բրնեց սանասար ավել։ Բաղդասար, որ ծիու վզից բրնեց կաշին հանեց իթալ պոչին, սանասարն էլ զուր ավելի զարկ 40 ծինել են պես խատուցին։ Սեիզ կնաց թագավորուն ասաց, երկու խաչ սեիզ եմ բրնե 40 ծինել թիմարելուց խատուցին։ Թագավորն ասաց, դրանք պախի, որ կլնի լազմ կուկա։ Էտոնք էլ պանչարին, կերան, խման նստան։ Մեկ օր էտա քաղաք ջուր չկեր։ Թագավորի աղջկան նոբատ էր, որ թագավորի աղջիկ տանին վիշապ ուտեր ջուր թողներ։ Ժողովուրդով առեցին աղջկան, լալելեն տարան աղբրի գլող։ Կրանիք էլ կժերն առան տարան, որ ջուր պիրեն։ Եսա Բաղդասար ու Սանասար լսան կնացին ենտեղ։ Բաղդասար ասաց, Սանասար, դու կայնի պանցր, ես կայնիմ ցածր, խետ վիշապ դյուս կյա, զանինք սպանինք։ Վիշապ որ դյուս եկավ, Սանասար վերանց իզար Բաղդասար ցածանց սպանեցին։ Էդ տեղեն աղջիկ ծեր թաթխեց արնի մեջ իզար Սանասարի կյամքի մեջ, աղջիկ կենաց տուն։ Թագավոր ասաց աղջկան, ինչի եկար, աղջիկ ասաց երկու խատ տղա զիկ ազատեցին։ Են տեղեն թագավոր դարալի տու կանչել, ով որ իմ աղջիկ ազատերի, թող գյա ուզի ուր ուզած տամ։ Սանասար ու Բաղդասար էլան կենացին։ Աղջիկ տեսնալու պես ասաց քյոսրանքին, թագավոր ասաց ուզեք ձեր ուզած տամ։ Ասացին մենք պան չենք ուզե, մեր ազատած կուզենք։ Թագավորն ասաց մեկ աղջիկ ունիմ ղուրբան էլնից է։ Էդ տեղեն նշանեցին աղջիկ ասին է թանք մեր քաղաք։ Մեզի մեր կա, առնինք բերինք, որ պսակվինք։ Էլան եկան տուն, մեր խետ տեսավ տղեկներ իլաց, ասինք հիմար է ինչի կուլաս, ապա բալամ, հմի թագավոր, ձեր վիզն էլ կզանի, իմ վիզն էլ կզանի, ինչի կզանի։ Բա մենք որ կյանք խաչապաշտի, գես թագավոր որ կա, կռապաշտի, զի զորով է բիրե, խարջի բադալի բիրե։ Կասի ուրեմ, մենք խաչապաշտի, կասի ուրեմ, Սանասար, կնապե են խաչ են թուր, որ ձիավոր իտում է։ Կնացի պե, են տեղից խաչ Սանասար պրնես թուր Բաղդասար, ընկյան թագավորունը սպանեցին, ամբողջ ժողովուրդ ջարդեցին։ Մեկ օր մենամակ եկավ ընկավ Սանասարի ձեռ, Սանասար կարդաց, որ շատ բարև Սանասարին ու Բաղդասարին, իլլաքի Բաղդասարին։ Սանասար ենտեղ չնոտվավ քի ուրեմ Բաղդասարինց մե ուժեղի, որ ըսկնա գրերի։ Բաղդասար եկավ տուն խետ գյալուն ասաց, ես տուտի կրվինք, ասաց ինչի, ասաց պտի կրվինք, դու ընձնից զորեղ իս, կպան կռիվ, քիչ միրարու քաշքշեցին, Բաղդասար ընկավ գետին ասաց ջանım ընչի ես կնականես, ինչ բասի, ասաց բրչամ թագավոր գրերի շատ բարով Սանասարին Բաղդասարին, իլաքի Բաղդասարին։ Բաղդասարն ասաց Սանասարին, ես կերթամ, եբ որ քու եղուն կսիվնա իմցի, որ ես նեղության մեջ եմ, արե։ Բաղդասար կերթա, ովա դաշտի մեջ կտեսնա մեխովիվ, կանչի կասի, Բաղդասար, արի կեպան, ասիմ կնա, կասի ջանım, խովիվ իմանուն ինչ գիտի, որ, կերթա մոտ խովիվ պարով գիտա, խովիվ կասի գիտեմ մեր բրչամ թագավոր կե կանչերի կերթաց, համա, արի մեկ կատ խմի նոր կենա, կերթա մե չանախիլի կատ կպերի կխմի կասի կերթաս տան, որ մոտիկանաս, 40 խատ մարդակեր կազ ուղարկի քյոթիմաց, որ քեզ զայ անեն, մի վախենա, դու կազատվես, կնաց,
Գնաց տրան մոտիկ ցավ, ենտեղեն կյազերը եկան դիմաց, Բաղդասար քաշեց գլոխի տալ մի կողմ, ճանդակ մի կողմ, զինք մնաց ճանդակների մեջ, չկարած դյուս կեր, 5-6 խատ էլ մնացին դյուս։ Էդ տեղեն Սանասար տեսավ, որ ուր եղունք սիվցեր էր, եկավ որ ազատեր ուր աղբեր, եկավ էտա դաշտ, էդ խովիվ պորած ասաց, Սանասար լսիր ես, որ Բաղդասար նեղութան մեջի, արիք է պան ասեմ կնա, ասավ ջանը մեզ խովիվ իմանուն ինչ գիտեր, գնաց խովիվի մոտ, խովիվ գնաց մեկ կես չանախ կատիպե խմավ կեսնի տողտեղ, խովիվ ասաց, ուրեմ Բաղդասար քեզնից կուվաթլի է, նա սաղ չանախ խմեց դու կեսու կեսնել չխմար, Բաղդասար նեղութան մեջնի, կնա շուտով ազատի։ Սանասար կնաց խասավ Բաղդասարին, տեսավ որ ճանդակնի մեջն էր, են 5-6 խազնը սպանեց, որ սաղին, ճանդակների տուրեն կողմ, հելան գնացին։ Գնացին բրչամբ թակավորու տուն, Բաղդասար ասաց, սա չի փուչու խորոսպի, դու ինչի նամակ ես գրես շատ բարև Սանասարին, Բաղդասարին, հիլակի Բաղդասարին, ասաց լավ իմար է, տիսնաս, որ ես գլխուց բերդ եմ շինե, ճանդկից բադան, էլի գյուլաշ տալինք, թե որ ես քե կողեցի, քե կսպանեմ, թե որ դյուզ իս կողեցիր, ես քե կառնեմ։ Գյուլաշ տալեցին 4-5 ժամ, էնպես որ Աստծու խրամանքով Բաղդասար ձեռի տալ, ծից բռնեց և տպեց գեդին, էդ տեղից առեց վերուցին, ուրենց հարստութեն եկան ուրենց տուն։ Սանասարն էլ գնաց ուր նշանացի պե, գնացին ուրանց մերնել պիրեցին, ենտեղ պսակվան։ Նրանք խասան ուրենց սրտի մուրադին, դուն էլ խասնիս քու սրտի մուրադին։ Երկնքից 3 խնձոր իջավ, մեկ ասողած, մեկ լսողած, մեկ էլ ականջանողած։